Այսօր մենք շատ հետաքրքիր backstage ենք նկարելու Կամաբլոկ ժամանցի շրջանակներում Արման Նշանյանը, ով ձեզ ծանոթ է իր որպես օպերային երգիչ եւ որպես դերասան, այսօր նկարահանում է իր առաջին երաժշտական տեսահոլովակը եւ մենք գտնվում ենք Մաշտոցի պողոտայում, որտեղ տեղի են ունենում նկարահանումները։ Հիմա մենք ստիպված ենք բարձրանալ այս շենքի տանիք, որպեսզի պարզենք, թե ինչ է անում այնտեղ Արմանը, ինչու է այնտեղ բարձրացել եւ ծանոթանանք տեսահոլովակի աղջկա հետ։ Մենք գիտենք, որ կա հերոսուհի, եթե նրան իհարկե այնտեղից արդեն ներքև չեն նետել, դուք դիտում եք Կամաբլոկ ժամանցը, մենք ներկայացնում ենք Արման Նշանյանի նոր տեսահոլովակի backstage-ը։ Արման, ես գիտեմ, որ դու օպերային երգիչ ես, բայց այսօր դու առաջին անգամ նկարահանում ես քո երևի ճիշտ կլինի ասել պոպ երգի առաջին տեսահոլովակը, բայց սկսենք նկարահանման վայրից, մենք մի կերպ բացացանք այստեղ ու մի կերպ ենք կարողանում նկարել, չես վախենում արդյոք այս բացաշենքի գրեթե տանիքին կանգնած սպասել ռեժիսորին։ Չէ, ճիշտն ասած, եթե ես իմ համար կանգնած լինեի, կարող եմ վախենալ, բայց քանի որ արվեստ ինչ-որ գործի համար է, չեմ վախենում։ Ասում եմ, որ տեսահոլովակը նույնիսկ հերոսուհի ունի, որտեղ է հերոսուհին, նա արդեն ներքև է ընկել, չէ՞։ Ըստ էնա։ Հույսով եմ ինքը իրան չի գցել։ Հուսով եք հերոսը նույնպես չի գցում աղջկա։ Չէ։ Հետևենք նկարահանումներին, իսկ երգը եւ տեսահոլովակը կդիտենք արդեն աշնանը, դուք դիտում եք Կամաբլոկ ժամանցը, թե ինչ կստացվի այս ամենից, ավելի ուշ կդիտեք արդեն Դարկ 21 հեռուստաընկերության եթերում։ Տեսահոլովակի հերոսուհին Կատյան, ով հետաքրքիր է, Կատյա, դուք գիտեք սցենարի, այդ դուք հիմա գտնվում եք բացահայտ շենքի տանիքին։ Ձեզ ասել են, տեղեկացվել են սցենարի մասին։ Տեղեկացրել են, բայց ոչ, մինչև վերջ այդքան լավ չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ գտնվում ենք շատ էքստրեմալ պայմաններում եւ իմ կարծիքով շատ հաջող կստացվի։ Այսինքն դուք դեմ չեք նման պայմաններում աշխատելու։ Հետաքրքիր է։ Որովհետեւ հայ աղջիկները ընդհանրապես տեսահոլովակում նկարահանվել, կարծում եմ հասկանում են այդպես լուսվաների եւ դիվանի վրա նստած, դուք չզարմացաք, որ եկաք եւ ձեզ ստիպեցին բարձրանալ Չէ, չզարմացա, շատ է դուր գալիս։ Կատյա, որքանով եք դուք ծանոթ Արման Նշանյանի գործունեությանը, ես ծանոթ եմ նրան որպես օպերային երգիչ եւ դերասան, իսկ դուք լսել եք արդյոք այս երգը, որի տեսահոլովակում նկարահանվում եք։ Այո, լսել եմ, իմ դուրս շատ է եկել, ճիշտ է, շատ տխուր երգ է եւ ես շատ ուրախ եմ, որ նկարվում եմ առաջին տեսահոլովակի մեջ եւ հույս ունեմ, որ ամեն ինչ շատ լավ կլինի։ Եվ վերջին հարցը, դուք ինչպես եւ Արմանը կանգնելու եք ահա այսպիսի բարձրությանը, հետո չգիտենք ինչ է լինելու սցենարի, արդյոք չունեք վախ բարձրությունից։ Չէ, չունեմ, շատ եմ սիրում բարձր շենքեր ու ընդհանրապես բարձրություն։